Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ունենք շատ պայծառ հյուր մեր տաղավարում այս պահին ներկայացնեմ մեր շատ հետաքրքիր թեման։ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը հասարակական կազմակերպությունը ամռանը պատվավոր հրավերով մասնակցել է Իտալիայում կայացած միջազգային ֆոլկլորային փառատոնին, որն անցկացվել է ֆոլկլորային փառատոնների եւ ժողովրդական արվեստի կազմակերպությունների միջազգային խորհրդի (COF) կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական գործընկերությամբ։ Ովքեր եւ ինչպես են հայկական մշակույթի արժեքներն ու առանձնահատկությունները ներկայացրել եւ ինչ ձեռքբերումներով նրանք վերադարձան, այս պահին կներկայացնի Կարենը։ Իսկ մեր հյուրն է Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ ծրագրերի համակարգող տեղեկատվական մասի պատասխանատու Իրինա Հայրապետյանը։ Բարև լույս։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, շատ ուրախ եմ իմ առավոտը սկսել ձեզ հետ։ Մենք եւս ուրախ եք, որ քնից հանել բերել եք։ Այո, շատ որովհետև իմ աշխատանքային գրաֆիկը շատ ազատ է եւ ես հիմնականում արթնանում եմ 11-ին 12-ին եւ երբ հազվադեպ հնարավորություն է լինում շուտ արթնանալու, իհարկե ջղայնացած եմ արթնանում, բայց երբ որ առիթը դրական է լինում, իհարկե ուրախ եմ լինում։ Այդ դրական էներգիան ու ջիգերներ բերեցիք ձեր հետ մեր տաղավարում։ Ժպիտը վարակիչ է, հեռուստադիտողին։ Միանշանակ, մենք հենց դրանով զբաղված ենք։ Շատ կարևոր հետաքրքիր թեմա ունենք, եկեք սկսենք ամենասկզբից։ Ինչպես ստացվեց, ուր գնացինք եւ ինչի համար։ Ուրեմն ինչպես նշեցիք, COF-ի կողմից իրականացրած փառատոնին ենք մասնակցել, միջազգային ֆոլկլորային փառատոնին, որն ի դեպ արդեն 50-րդ անգամ է անցկացվում Իտալիայում։ Մենք այդ փառատոնին մասնակցեցինք հուլիս-օգոստոս ամիսներին։ Մենք մասնակցել ենք առաջին անգամ, այսինքն այդ փառատոնին մասնակցել ենք առաջին անգամ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնի անունից եւ մեր համույթներից երկուսն էին ընդգրկված այդ փառատոնին, Արցախի Պարիպետական համույթը եւ Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը։ Մենք, քանի որ մարդկանց սահմանափակում ունեինք եւ ամբողջական այդ երկու համույթները ամբողջական կազմով չէին կարող ներկայացնել, միքս արեցինք եւ համապատասխան ծրագրով արդեն մասնակցեցինք այդ փառատոնին։ Սա մեզ համար շատ կարեւոր առաջնային արժեքային նշանակություն ունեցող միջոցառում էր, որովհետեւ կոնկրետ 2025 թվականի համար մենք մեր ռազմավարական պլանի մեջ հենց առաջին տեղում նշել ենք, որ պետք է Արցախի մշակույթը կարողանանք տարածել նաև միջազգային լսարանի համար, միջազգային հասարակության համար, եւ սա կարող եմ ասել, որ բավականին հաջողված օրինակ էր, որովհետեւ ամուր մշակութային կապեր ստեղծեցինք մնացած երկրների հետ, այդ փառատոնների շարքին մասնակցեցին տասնյակից ավելի երկրներ եւ հենց այդ մշակութային երկխոսության առաջին պտուղները ստացանք հենց փառատոնի ժամանակ, երբ մեր երաժշտական խմբի կատարմանը ոգեշնչված լինելով հայկական մշակութային այդ ելևէջներից հնչյուններից նաև այդ ելույթի միացավ Մարտինիկայի թիմը եւ նրանք հանդես եկան համատեղ ելույթով։ Դրանից զատ մենք կարողացանք հանդես գալ Իտալիայի տարբեր քաղաքներում, որովհետև փառատոնը իրենից ենթադրում էր երկու առանձին բաղադրիչ։ Առաջինը Ատինա քաղաքում անցկացված փառատոնն էր, որտեղ մշակութային լայն ծրագրով կարողացանք հանդես գալ, եւ երկրորդը արդեն Պետինա քաղաքի փառատոնների շարքն էր։ Հատկանշական այն էր, որ ամեն օր մենք գնում էինք, ուղևորվում էինք Իտալիայի մի նոր քաղաք, որը տուրիստական չէր, բայց որտեղ համայնքը շատ մշակութասեր էր եւ ուզում էր բացահայտել այլ երկրների մշակույթը եւ այդտեղ նաեւ շատ մշակութային ամուր կապեր հաստատեցինք մնացած երկրների մշակութային կոլեկտիվների հետ եւ ինչը մեզ համար շատ կարեւոր է, մենք կարողացանք միջազգային բեմ բարձրացնել մեր երկու դրոշները, հայկական, Հայաստանի դրոշը եւ Արցախի դրոշը։ Վաու։ Իսկ հանդիսատեսը Իտալիայի ինչպես ընդունեց։ Ամենահուզիչ եւ հետաքրքիր պահերը։ Իրականում նման ենք եւ մտածողությամբ ենք նման եւ հյուրասեր մեր բնավորությամբ ենք նման։ Շատ ջերմ ընդունեց Իտալիայի հանդիսատեսը։ Մենք այնտեղ նաեւ ունենք հայ հանդիսատես։ Այդ երկրներում կոնկրետ որտեղ մենք այցելել ենք, շատ քիչ էր հայ բնակչություն հայալեզու հայ մարդիկ շատ քիչ էին, հա, բայց մեզ Բայց իրենց դերն ունեցել են ըստ այս ամենում, թե ոչ։ Իրենց դերը չեն ունեցել, որովհետև COF-ը հենց միջազգային կազմակերպություն է, որը զբաղվում է նաև ֆոլկլորային փառատոների կազմակերպմամբ, եւ քանի որ հայ համայնքը Իտալիայի այդ քաղաքներում բավականին փոքր է, նրանք որպես այդպիսին հատկանշական ազդեցություն չեն ունեցել, բայց փոխարենը շատ ջերմ են ընդունել եւ շատ հուզվել են, որովհետև նրանք չէին պատկերացնում, որ
որ կարող են ականատես լինել նաև արցախյան երգու երաժշտության, փաստորեն ստացվել է, որ ըստ էության մենք ներկայացրել ենք հայկական մշակույթը արցախյան կատարմամբ։ Հրաշալի է ուղղակի։ Իսկ ինչ առաջարկներ ստացաք փառատոնից հետո։ Առաջարկները թերևս ամենակարևոր առաջարկը այն էր, որ կազմակերպիչների կողմից ցանկություն հայտնեցին, որպեսզի մենք բարբերաբար մեր մասնակցությունը բարբերական բնույթ կրի, քանի որ սա առաջին էր ու նախադեպային էր մեզ համար, եւ մեր կողմից շնորհակալագրեր ուղղվեցին եւ այլ գործիչներին, սիոֆի կազմակերպիչներին եւ քաղաքապետերին, եւ նաեւ փոխադարձ շնորհակալագրեր մենք ստացանք, պատվոգրեր ստացանք եւ մի շարք մրցանակներ բերեցինք մեզ հետ Իտալիայից։ Շատ լավ, երբ որ մենք զրուցում էինք գովազդի ընթացքում, դուք նշեցիք նաեւ, որ այս տարի հասցրել եք նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այո, քանի որ նշեցի, որ ռազմավարական կետ էր մեզ համար այս տարի միջազգային տարբեր բեմերում ներկայացնել արցախյան մշակույթը, մենք մայիս ամսին հրավեր ստացանք հյուրախաղով հանդես գալ Միացյալ Նահանգներում Լոս Անջելեսի Ալեքս թատրոնում։ Այստեղ շատ կարևոր ներդրում ունեցավ Հայաստան համահայկական հիմնադրամը Armenian Fund-ը, որը ի դեպ ֆինանսավորում է մեր միակ ֆինանսավորվող համույթին, Արցախի բարիպետական համույթին, եւ քանի որ Armenian Fund-ի 30-ամյակներ, նրանք հրավիրեցին այդ մրցանակաբաշխությանը որպես մշակութային ծրագրով, համերգով հանդես գալ հենց Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնում գործող Արցախի բարիպետական համույթին։ Համերգից բացի մենք նաև հանդիպումներ ունեցանք մի շարք կազմակերպությունների հետ, հայաստանյան կազմակերպությունների հետ, միջազգային կազմակերպությունների հետ, YMCA-ի հետ, նաև արցախցիների Լոս Անջելեսում հիմնած կազմակերպության հետ եւ բավականին խոստումնալից առաջարկներ ստացանք, հուսով եմ, որ բավականին ամուր համագործակցային կապեր կստեղծենք։ Դե հուսով եմ այդ հաջողությունների ու նոր առաջարկների մասին խոսենք մյուս տարի, երբ կրկին ձեզ կհյուրընկալենք այստեղ, բայց նայեք, մենք խոսեցինք Հայաստանի համայնքական հիմնադրամ, հայ համայնք, մարդիկ, ովքեր որ ընկերություններ, ովքեր որ ՀԿ-ի կողքին են, սատարում են, օգնում են, բայց հիմնականում այդ տարին էլ մոտենում է գրեթե արդեն ավարտին 2 ամիս բան է մնացել, ամփոփելով ՀԿ-ի գործունեությունը, միևնույնն է ՀԿ-ն ունի դժվարություններ, փորձություններ, որոնք պետք է հաղթահարել ու ՀԿ անդամների շնորհիվ, ՀԿ-ի ընտանիքի շնորհիվ, այսպես ասեմ, այդ ամենը իրականություն է դառնում։ Ես կուզեմ, եթե հնարավոր է, ամփոփելով արդյոք ՀԿ-ն իր առջև դրած բոլոր խնդիրները հաջողությամբ ավարտեց այս տարի, գոհ եք 2025-ից։ 2025-ից գոհ ենք, բայց բնականաբար, ինչպես ասում են, կարող էր ավելի լավ լինել, որովհետև երբ 2023 թվականին արցախցիների տեղահանությունից հետո այստեղ կազմավորվեց այդ ՀԿ-ն եւ իր առջև դրեց ամենակարևոր առաքելությունը պահել, պահպանել եւ շարունակական դարձնել արցախյան մշակույթը, մենք գիտակցում էինք, որ լրջագույն խնդիրների առջև են կանգնելու։ Այդ ժամանակ ՀԿ-ին անդամակցում էր 10-ից ավելի մշակութային կոլեկտիվներ, ընդ որում եւ պետական կարգավիճակ ունեցող եւ ոչ միայն նաեւ անհատ կատարողներ։ Այս 2 տարվա ընթացքում մենք փորձել ենք իրականացրել ենք 2 շատ մեծ միջոցառում։ Առաջինը մենք կանք համերգներ, որը հենց դեկտեմբերի 10-ին իրականացրեցինք բռնի տեղահանությունից ընդամենը 2 ամիս անց, հետո կազմակերպեցինք մարաթոն, որովհետև արցախյան մշակութային այդ կոլեկտիվները պահպանելու համար մեծ ֆինանսական միջոցներ են պետք, որովհետև ինչպես գիտեք, սոցիալական տարբեր խնդիրների առաջ կանգնած մարդիկ չեն կարող անվճար աշխատել, նրանք տարբեր տեղերում աշխատանքներ են փնտրում եւ արդյունքում տուժում է համույթը, որովհետև մարդիկ ցրվում են եւ համույթը կազմաքանդվում է։ Իդեպ այստեղ շատ ցավալի բան պետք է ասեմ, որ այս 2 տարվա ընթացքում Հայաստանը լքել են շուրջ 300 մշակույթի գործիչներ, մշակույթով զբաղվող մարդիկ, ինչը շատ մեծ հարված էր հենց արցախյան ոչնչական մշակութային ժառանգությանը, որովհետև նրանց գնալով կազմաքանդվում են այդ մշակութային կոլեկտիվները, որն էլ արդեն անհնար է դառնում հետո արդեն նորից կազմավորելը, եւ դրա համար հենց կազմակերպեցինք մարաթոն, փրկենք վաղվա համար, որովհետև գիտակցում ենք, որ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների ֆոնին մենք չենք կարող կորցնել ավելին, քան արդեն կորցրել ենք, դա արցախյան ոչնչական մշակութային ժառանգություն է եւ իհարկե այս
մեծ միջոցառումները կարող ենք ասել հաջողված, բայց չեն կարող ասել, որ դրանք բավականաչափ ռեսուրսներ եւ հնարավորություններ մեզ տվեցին, որպեսզի ամբողջությամբ ՀԿ-ին անդամակցող մշակութային կոլեկտիվներին կարողանանք ապահովել աշխատանքով եւ կարողանանք ապահովել նրանց շարունակականությունը, բայց ամեն կերպ փորձում ենք այդ ամենը անել։ Մենք շատ ակտիվ մեր համույթները մասնակցում են համայնքային կյանքի աշխուժացմանը նվիրված մշակութային միջոցառումներին, դրանք փառատոներն են, ցուցահանդեսներն են։ Մենք այս 2 տարվա ընթացքում կազմակերպել ենք ավելի քան 60 միջոցառում, ընդ որում դրանց մի մասը հենց մենք ենք կազմակերպել, ՀԿ-ի կողմից է կազմակերպվել, մյուս մասը արդեն մասնակցել ենք տարբեր իրականացրած միջոցառումներին, այսինքն մենք մաս ենք դարձել այդ միջոցառումներին եւ կարող ենք ասել, որ առանց պարբերական ֆինանսավորման շատ դժվար է պահպանել այդ կոլեկտիվներին, նրանց գործունեությունը եւ մենք փորձում ենք նաեւ ՀԿ-ն իր վրա է վերցրել ֆոնդ հայթայթմամբ այդ առաքելությունը, որպեսզի մենք նաեւ այդ առումով կարողանանք համույթներին օգնել։ Վау, ես վստահ եմ, որ մենք 2026-ին ոչ թե հանդիպում, այլ հանդիպումներ ենք ունենալու։ Այո, ու նաև չբացելով փակագծերը նշեմ, որ մենք շատ մեծ միջոցառում ենք նախատեսում հենց տարվա սկզբին Հայաստանի Հանրապետությունում, դա մշակութային մեծ ձեռնարկ է լինելու, որտեղ եւ համերգային ծրագիր ենք ունենալու արցախյան մշակութային կոլեկտիվների եւ ոչ միայն նրանց մասնակցությամբ եւ նաև ցուցահանդես ենք ունենալու, որտեղ ներկայացված են լինելու նաև արցախյան նյութական մշակութային պատառիկներ, որոնք երբևէ որևէ տեղ ներկայացված չեն եղել։ Վау։ Դե վստահ եմ, որ միջոցառումից առաջ, մեկնարկից առաջ մենք միանշանակ հանդիպում ունենալու ենք։ Շնորհակալություն ՀԿ բոլոր անդամներին, բոլոր նրանց, ովքեր որ այս ընտանիքի անդամ են համարվում, ու ես վստահ եմ, որ մեր մյուս հաջորդ հանդիպումների ընթացքում մենք կխոսենք ավելի նոր ձեռքբերումների, հաջողությունների ու մեր մշակութային գործիչների վերադարձի մասին եւս կխոսենք։ Շնորհակալություն ձեզ ենք շնորհակալ։ Ձեզ լավ շարունակություն, հիշեցնենք, որ մեր հյուրն էր Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ-ի ծրագրերի համակարգող տեղեկատվական մասի պատասխանատու Իրինա Հայրապետյան։ Այս պահին կլինի մեր եթերում գովազդ, ինչից հետո կվերադառնանք շարունակենք, որովհետև ունենք կրկին շատ սպասված, կարևոր, սիրված հյուր։ Մնացեք մեզ հետ։